Բարև ձեզ, իրականում հաղորդաշարի հյուրդ է Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում, հայերի վերադարձի ապահովում բանաձևի հեղինակ Էրիխ ֆոն Տոբելը։ Պարոն ֆոն Տոբել, շնորհակալ ենք, որ այստեղ եք, ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում։ Ja, vielen Dank für die Einladung hier in Շնորհակալություն եմ հայտնում այս հարցազրույցի հրավերի համար այստեղ Հայաստանում։ Շատ ուրախ եմ գտնվել ձեզ մոտ եւ պատասխանել ձեր հարցերին։ beantworten zu dürfen. Ձեր նախաձեռնությամբ Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատներն ընդունել են բանաձև, ըստ որի կառավարությունը պետք է կազմակերպի համաժողով նվիրված Արցախի հիմնախնդրին եւ արցախցիների վերադարձին։ Ինչպես ստեղծվեց գաղափարը եւ այն կյանքի կոչվեց։ Ես ազգային խորհրդի, այսինքն Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր եմ եւ միևնույն ժամանակ այդ պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ։ Անցյալ տարի եկավ մի պահ, երբ Հայաստանի մասին հարց բարձրացվեց մեր հանձնաժողովում եւ ես ստիպված էի խորապես ուսումնասիրել այդ թեման։ Դրանից մի որոշ ժամանակ անց սեպտեմբերին կնոջս հետ քննարկում էինք, թե որտեղ անցկացնենք մեր արձակուրդն այս տարի եւ մտածեցինք Հայաստան գալու մասին։ Կարճ ժամանակ անց մենք երկու ավիատոմ սամարագրեցինք։ Շվեյցարիայում բնակվող իմ հայ ընկերը մեզ ասաց, որ եթե Հայաստան եք գնում, դա լավ հնարավորություն է վտարանդի արցախցիների եւ նույնիսկ նրանց նախագահի հետ խոսելու համար։ Եվ այսպես կապ ստեղծվեց մարդկանց հետ այստեղ, ես հանդիպեցի եւ զրուցեցի նրանց հետ։ Ես ուզում էի անձամբ լսել եւ իմանալ, թե ինչ եք զգացել Լեռնային Ղարաբաղից վտարման ժամանակ եւ ինչ եք ուզում հիմա։ Իհարկե, դուք ցանկանում եք վերադառնալ, բայց ուզում էի լսել ձեզանից, թե ինչ գաղափարներ ունեք այդ նպատակին հասնելու համար։ Եվ այսպես տարբեր կողմերից ծագեց այն գաղափարը, թե մենք ուզում ենք խաղաղության միջազգային համաժողով, որտեղ կլոր սեղանի շուրջ կնստեն մի կողմից Ադրբեջանը, իսկ մյուս կողմից Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։ Եվ ինձ համար պարզ դարձավ, որ եթե ես Շվեյցարիայի խորհրդարանի միջոցով ուզում եմ ինչ-որ բան անել այդ ուղղությամբ, ապա պետք է բանաձև ներկայացնեմ, որով կպահանջեմ մեր գործադիրից, արտաքին գործերի նախարարից միջազգային խաղաղության ֆորում կազմակերպել։ Եվ դեռ այստեղից Հայաստանից զանգահարեցի Շվեյցարիայում ապրող այդ նույն հայ ընկերոջս։ Ասացի պետք է բանաձևի տեքստ գրես լավ վերնագրով, հետո համառոտ նշես, թե ինչ պետք է անի Դաշնային խորհուրդը, այսինքն մեր գործադիր իշխանությունը, եւ այնուհետեւ այդ ամենը ճիշտ հիմնավորես։ Ասացի նրան, դու պատմաբան ես, ես քաղաքական գործիչ, ուստի դու ինձանից ավելի լավ կգրես։ Ընկերս մինչ այդ երբեք բանաձևի տեքստ չէր գրել, բայց որոշ հետազոտություններ անելով 1A4 ֆորմատի չափով գրեց եւ տրամադրեց ինձ։ Եվ այսպես Հայաստանից վերադառնալուց մեկ շաբաթ անց բանաձևի տեքստը ներկայացրեցի մեր խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովում եւ մեծամասնությունը կողմ քվեարկեց դրան։ Դա սկիզբն էր։ Քանի որ հանձնաժողովի մեծամասնությունը կողմ էր քվեարկել, ապա ըստ մեր կանոնակարգի այն այլևս իմ բանաձևը չէր, այլ ողջ հանձնաժողովինը, իսկ դա բոլորովին այլ կշիռ ունի խորհրդարանում։ Այնուհետև դեկտեմբերին բանաձևը ներկայացվեց ազգային խորհրդին, ստորին պալատին, քննարկվեց եւ ընդունվեց մեծամասնության կողմից։ Հաջորդիվ բանաձևը ներկայացվեց կանտոնների խորհրդի, այսինքն վերին պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որտեղ նույնպես հաստատվեց։ Եվ վերջապես մարտի 18-ին եզրափակիչ փուլում բանաձևը մտավ վերին պալատ, որտեղ այն ստացավ ճնշող մեծամասնության շատ հստակ աջակցությունը։ Այսպիսով Դաշնային խորհրդին մեր գործադիրին հանձնարարվեց կազմակերպել խաղաղության ֆորում։ Արցախահայերի վտարումը իրենց հայրենիքից դուք որակում եք որպես էթնիկ զտում։ Ես ճշգրիտ չգիտեմ, թե ինչ դրդապատճառներ ուներ Ադրբեջանը հայերին Լեռնային Ղարաբաղից վտարելու համար։ Չգիտեմ, բայց փաստն այն է, որ մի ամբողջ էթնիկ խումբ վտարվեց Լեռնային Ղարաբաղից բռնության եւ խորամանկ հոգեբանական ահաբեկչության միջոցով։ Սա նշանակում է, որ մի ամբողջ քրիստոնյա էթնիկ խումբ վտարվեց Լեռնային Ղարաբաղից։ Ինձ համար դա ակնհայտորեն էթնիկ զտում է, իսկ դա անթույլատրելի է։ Անթույլատրելի է միջազգային իրավունքի տեսանկյունից։ Իսկ ինչ եք զգացել, երբ խորհրդարանի երկու պալատներն էլ ընդունել են ձեր առաջարկած բանաձևը։ Das war für mich eine Überraschung. Ինձ համար անակնկալ էր, շատ դրական անակնկալ, ինչպես նշեցի, բանաձևն անցավ մի քանի փուլով, ինչպես ասեմ, որ ճիշտ լինի։ Ի սկզբանե իմ խորհրդարանական գործընկերներն ասում էին, որ միգուցե այս բանաձևն ընդունվի խորհրդարանի ստորին, բայց ոչ վերին պալատի կողմից։ Ահա թե ինչու էի անակնկալի եկել։ Պետք է նշեմ, որ սա իսկապես հեշտ գործ չէր։ Մենք շատ մեծ լոբիստական աշխատանք ենք կատարել, տարբեր մարդիկ էին ներգրաված այս պրոցեսում, եւ վերջում այն ստացվեց։ Սա իրական հրաշք էր։ Ես իսկապես շատ գոհ եմ արդյունքից։
Պարոն Ֆոնտոբել, կարող է Շվեյցարիայի կառավարությունը իդեմս արտգործնախարարության չկազմակերպել ֆորումը, թե բանաձևի ընդունումը հավասար է օրենքի ընդունման, որի պահանջը պետք է կատարել։ Der Bundesrat hat jetzt ganz klar Դաշնային խորհուրդը գործադիրը հստակ մանդատ ունի խորհրդարանից խաղաղության ֆորում կազմակերպելու համար եւ պետք է այն իրականացնի, բայց տեղի ունեցած քննարկումներից մենք գիտենք, որ մեր արտգործնախարարն ինչ-ինչ պատճառներից ելնելով իրականում այդքան էլ հակված չէ դրան։ Եվ հիմա պետք է պատկերացնենք, որ արտգործնախարարը կարող է պարզապես դժկամությամբ անել անհրաժեշտ նվազագույնը, այսինքն գրել նախագահ Ալիևին եւ ասել. «Հարգելի գործընկեր, ինչ եք կարծում, դուք ուզում եք մասնակցել խաղաղության ֆորումին, այո, թե ոչ, իրականում երևի ոչ, եւ հետո Ալիևը պատասխանում է ոչ, բացարձակապես ոչ, ես հետաքրքրված չեմ։ Այնուհետև մեր արտգործնախարարը գալիս է խորհրդարան եւ ասում է մեզ. լսեք, ես ձեզ ասում եմ, չէ՞ որ Ալիևը ցանկություն չունի, մենք չենք կարող նման ֆորում կազմակերպել, քանի որ նա դա չի ուզում։ Ինչ հույսեր ունեք խաղաղության համաժողովից, ժամկետների առումով ինչ է հայտնի, երբ է այն նախատեսված։ Über einen Termin kann ich jetzt hier nicht sprechen, weil ich nichts weiß. Ich weiß auch nicht so richtig. Այս պահին չեմ կարող խոսել կոնկրետ ամսաթվի մասին, քանի որ չգիտեմ, թե ինչ նախնական պարզաբանումներ կան բանակցությունների հարցում։ Գործադիրը կկարողանա բանաձևը կյանքի կոչել միայն անհրաժեշտ կողմերի համաձայնության դեպքում։ Ըստ բանաձևի տեքստի, խոսքը 1 տարվա մասին է, բայց կարող է մի փոքր ավելի ուշ կամ նույնիսկ ավելի շուտ տեղի ունենալ։ Ես հուսով եմ, որ խաղաղության ֆորումը տեղի կունենա կամ տարեվերջին կամ 1 տարվա ընթացքում, եւ հույս ունեմ, որ ներգրաված կողմերը միջազգային հսկողության ներքո կգտնեն արդարացի լուծում, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին եւ թույլ կտա արցախցիներին վերադառնալ տուն, թույլ կտա նրանց ապրել իրենց սեփական կյանքով, ունենալ իրենց եկեղեցիները, գերեզմանատները, դպրոցները եւ կրկին ապրել նորմալ կյանքով։ Պարոն Ֆոնտոբել, Շվեյցարիան հիմնականում հայտնի է որպես չեզոք երկիր, բայց մարդու իրավունքների, այս դեպքում մի ամբողջ բնիկ ժողովրդի իրավունքների, խախտված իրավունքների վերականգնման գործում մենք տեսանք խորհրդարանի երկու պալատների անդամների հետևողականությունը։ Ընդհանրապես Արցախի եւ արցախցիների խնդրի ինչ ընկալում կա Շվեյցարիայում։ Die Schweiz ist in der Tat ein neutrales Land, das heißt wir Շվեյցարիան իսկապես չեզոք երկիր է, ինչը նշանակում է, որ մենք սկզբունքորեն կողմնապահություն չենք անում, այլ փորձում ենք միջնորդել եւ մեր բարի ծառայությունները մատուցել, եւ պարզ է, որ մենք պետք է երկու կողմերին էլ վերաբերվենք որոշակի հարգանքով։ Սակայն չեզոք լինելը չի նշանակում, որ երբ որ ինչ-որ վատ բան է տեղի ունենում մի մեծ անարդարություն, երբ խախտվում է միջազգային իրավունքը, մենք պետք է պարզապես լռենք եւ ասենք, որ մենք չեզոք ենք։ Ոչ, դա չէ չեզոքության իմաստը։ Մենք նախ եւ առաջ Ժնևի կոնվենցիաների դեպոզիտար, այսինքն պահապան պետություն ենք եւ չենք կարող պարզապես լռել։ Մենք պարտավորվածություն ունենք գործել վերոնշյալ դեպքերում։ Կարծում եմ Հայաստանը լավ համբավ եւ դրական կերպար ունի Շվեյցարիայի բնակչության շրջանում։ Դա անշուշտ կապ ունի 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանության 88-ի երկրաշարժի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումների եւ ի վերջո ձեր այնտեղից վտարման հետ։ Կարծում եմ Շվեյցարիան համակրանք ունի հայերի նկատմամբ եւ պատրաստ է նպաստել այնպիսի լուծման, որը թույլ կտա Լեռնային Ղարաբաղի ժողովրդին վերադառնալ իր հայրենիք։ Այս ցանկությունն առկա է մեր հասարակության ճնշող մեծամասնության մոտ։ Արդյոք հավատում եք, որ Ադրբեջանը կմասնակցի խաղաղության համաժողովին, եթե չմասնակցի զուր են արդյոք ձեր եւ ձեր համախոհների այս ջանքերը։ Ob Aserbaidschan teilnehmen möchte Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք Ադրբեջանը կցանկանա մասնակցել խաղաղության համաժողովին, ես կասեի հավանաբար ոչ, որովհետև դա կլինի սեփական սխալի ինքնախոստովանություն, բայց արդյոք Ադրբեջանը կմասնակցի, դա այլ հարց է։ Դա արդեն կախված է նրանից, թե ինչպես կվարվի միջազգային հանրությունը։ Երբ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի բնակչությունը բռնի կերպով վտարվեց, ամբողջ աշխարհն ասաց՝ կանգ առեք, սա բացարձակապես անընդունելի է, էթնիկ զտումներն անթույլատրելի են։ Բռնի տեղահանումից հետո աշխարհը կրկին արձագանքեց եւ ասաց, որ նրանք պետք է կարողանան վերադառնալ։ Դա 2023 թվականն էր, հիմա 2025 թվականն է եւ իրավիճակը բավականին հանդարտվել է։ Մարդիկ սովորել են այն փաստին, որ հայերը վտարվել են Լեռնային Ղարաբաղից եւ թեման մի փոքր
համարել է։ Ուստի մենք հիմա այս հարցը կրկին պետք է դնենք ուշադրության կենտրոնում, աղմուկ բարձրացնենք, որպեսզի պետությունները լսեն եւ հիշեն, թե ինչ են ասել այն ժամանակ։ Նրանք բոլորը պետք է համագործակցեն, որպեսզի լուծումներ գտնվեն եւ արդարության հասնենք խաղաղության ֆորումի շրջանակում։ Հետևաբար միջազգային հանրությունը պետք է ողջամիտ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս տեղի տա եւ չունենալով այլընտրանք, պարտադիր պատրաստ լինի մասնակցել խաղաղության ֆորումին։ Ադրբեջանը պետք է մասնակցի եւ ցուցաբերի համագործակցության կամք միջազգային հսկողության ներքո։ Ինչ եք կարծում, այլ երկրներ կաջակցեն Շվեյցարիային կյանքի կոչել այս համաժողովը։ Ja, ich denke schon. Ich denke schon. Nur muss man den Leuten oder den anderen Staaten das Այո, կարծում եմ այո, բայց մենք դա պետք է բացատրենք մյուս պետություններին եւ ասենք, որ հիմա է ճիշտ ժամանակը մի բան անելու համար։ Մենք չենք կարող երկար սպասել։ Արցախցիները կարող են մնալ Հայաստանում, բայց նրանք այստեղ ապրում են հատուկ պայմաններում։ Նրանք Հայաստանում չունեն քվեարկելու կամ ընտրվելու իրավունք։ Դժվարին իրավիճակում են գտնվում եւ հոգեբանական տրավմայի մեջ են։ Եվ ինչ որ պահի այս 120,000-ն այլևս չի մնա այստեղ, այլ կցրվի աշխարհով մեկ եւ խնդիրն ինքներեն կլուծվի։ Սա որոշ կողմերին ձեռնտու տարբերակ է, սակայն այդ դեպքում կլինի անարդարություն, քանզի կստացվի, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չկարողացան վերադառնալ։ Ահա թե ինչու մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այլ երկրներ նույնպես արթնանան, օգնեն մեզ եւ օգնեն մեր արտաքին գործերի նախարարին հաջողության հասնել։ Եվ վերջում, ինչ ասելիք ունեք Արցախի ժողովրդին, ինչ խորհուրդ կամ հորդոր ունեք։ Ja, schaut, wenn ihr einfach nichts macht. Տեսեք, եթե ոչինչ չանեք, պարզապես համակերպվեք, խեղճ կերպարանք ընդունեք եւ հանձնվեք, ապա իմացեք, որ արդեն իսկ պարտվել եք, որովհետեւ այդ դեպքում ոչինչ տեղի չունենա։ Դուք պետք է պայքարեք, իսկապես պայքարեք, որովհետեւ միայն ձեր պայքարի պարագայում այլ երկրներ կօգնեն ձեզ հաջողության հասնել։ Իմ ուղերձն է մնացեք այստեղ Հայաստանում եւ մի փոքր սպասեք, մի փոքր ժամանակ տվեք ինքներդ ձեզ։ Կազմակերպվեք եւ բարձրացրեք ձեր ձայնը, ներկայացեք աշխարհին եւ ուշադրություն հրավիրեք ձեր խնդրի վրա։ Պայքարեք եւ մենք կօգնենք ձեզ։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալություն, որ թույլ տվեցիք ինձ լինել այստեղ, սա մեծ պատիվ է ինձ համար, քանզի ես ի սրտե եւ մեծ սիրով եմ զբաղվում այս հարցով։ Ես մեր հետևորդներին հիշեցնեմ, որ զրուցում ենք Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի падգամավոր Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում հայերի վերադարձի ապահովում բանաձևի հեղինակ Էրիխ Ֆոնտոբելի հետ։ Հետևեք Արցախ TV էջերին, կհանդիպենք։